Գերմանիայի խորհրդարանում հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը բացասական անդրադարձ կունենա թուրք-գերմանական հարաբերությունների վրա, հայտարարել է Թուրքիայի նորընտիր վարչապետ Բինալի Յիլդիրիմը։ Յիլդիրիմի խոսքով միանգամայն սխալ է պատմական հարցերը քաղաքականության գործիքի վերածելու հանգամանքը։ Մենք ոչինչ չունենք թաքցնելու, թող ուսումնասիրվի բոլոր երկրների պատմությունը, թողի հայտ բերվեն կողմերի սխալները, բայց սա պատմաբանների գործն է, ճիշտ չէ այս հարցը քաղաքական գործիքի վերածել, հայտարարել է Թուրքիայի վարչապետը։ Վերջինս առաջիկա քվեարկությունը անհեթեթ է որակել, նշելով, որ բանաձևը իրավական ուժ չունի։ Բինալի Յիլդիրիմը ընդգծել է, Թուրքիան չի ուզում փչացնել Գերմանիայի հետ հարաբերությունները, սակայն անցանկալի օրինագծի ընդունման պարագայում նման շրջադարձը անխուսափելի կդառնա։ Անադոլու գործակալությունը գրում է, վարչապետ Յիլդիրիմը եւ նախագահ Էրդողանը իրենց մտահոգություններով կիսվել են կանցլեր Անգելա Մերկելի հետ, հույս հայտնելով, որ գերմանացի օրենսդիրները ողջամիտ որոշում կկայացնեն։ Թուրքիայի առաջնորդները Մերկելի հետ զրույցում ուշադրություն են հրավիրել նաև Գերմանիայում բնակվող շուրջ 3.5 միլիոն թուրք բնակչության վրա, կոչ անելով չանտեսել նրանց ազգային զգացմունքները։ Թուրքիայի իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության փոխնախագահ Յասին Ակթայը եւս քննադատությամբ է հանդես եկել Գերմանիայի կառավարության հասցեին։ Նա հայտարարել է, որ առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի դաշնակից Գերմանիայի նման քայլը պարզապես ամոթալի է։ Ակթայի խոսքերով Գերմանիան չէ, որ պետք է մարդասիրական խրատներ տա Թուրքիային։ Վաղը Բունդեսթագում քվեարկվելիք Օսմանյան կայսրությունում 101 տարի առաջ հայերի եւ մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության եւ հիշատակի մասին բանաձևը մշակվել է խորհրդարանում ներկայացված ձախերի եւ աչերի իշխող կոալիցիայի եւ ընդդիմադիր կանաչների կողմից։ Անգելա Մերկելի խոսնակի փոխանցմամբ, թեև կանցլերը համաձայն է իր կուսակցության այն դիրքորոշման հետ, որ 101 տարի առաջ օսմանյան հայերի զանգվածային սպանդը պետք է որպես ցեղասպանություն որակել, այնուհանդերձ նա չի պատրաստվում մասնակցել առաջիկա քվեարկությանը։